Պոլիկլինիկաների փոխարեն դեղատների ծանվճար ստանալ շաքարային դիաբետի ու սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղեր է։ Առողջապահության նախարարության պիլոտային ծրագիրը լուրջ արդյունքներ չի գրանցում։ Ամենագլխից ասել ենք, որ չենք մասնակցելու եւ պատճառներն նշել ենք։ Ու թեպետ դրանք բազմաթիվ են, այնուամենայնիվ առանցքայինն ու գլխավորը մեկն է՝ օֆերտայի շրջանակում կնքման ենթակա պայմանագրի գնահառաչարկները, որ ներկայացնում է առողջապահության նախարարությունը, այսինքն այն գումարը, որ պատրաստ է պետությունը փոխհատուցել տնտեսվարող սուբյեկտներին, բուժառուներին սպասարկելու համար, կապ չունի իրականության հետ։ Դեղ կա օրինակ, որի ինքնարժեքը 5500 դրամ է, բայց գերատեսչությունը դրա համար առաջարկում է 4500 վճարել։ Արձանագրենք 1000 դրամ պակաս անգամ ինքնարժեքից։ Իրենց ներկայացած ցանկի 30%-ը 30-ից 40%-ի մասով կարող եմ ասել, որ ոչ մեկին ձեռնտու չի մասնակցելու։ Դեղատնային ցանցերը եւ դեղատները, հա, ըստ էության օգտվում են մի ծրագրից նաեւ, որով որ ընդհանուր գին կա շուկայում մեծածախի։ Այսինքն մի քանի մեծածախ ընկերությունների գները ներքին համեմատականով տալիս է մի միջինացված գին։ Այդ գների համեմատ, որով որ գնում են դեղատները Հայաստանում դեղերը, բավականին մատչելի է առաջարկվող գները։ Իրենց համար դառնում է ոչ շահութավետ, այսինքն բացի ոչ շահութավետ, իրանց համար դա անընդունելի է։ Ծրագրի մեկնարկից 3-4 օր հետո մեծածախները կտրուկ բարձրացրեցին այդ դեղորայքի գները, այսինքն եթե նախարարությունը փոխհատուցում է օրինակ 1000 դրամ դեղի համար, դեղատունը մեծածախից այդ նույն դեղը առնում է 1200-1300 դրամ։ Ստացվում է, որ դեղատները մերժում են շատ դեղորայքներ, որովհետև նրանք շահույթ հետապնդող կազմակերպություններ են։ Հայաստանում ներկապահին գործում է մոտավորապես 2200 դեղատուն եւ առայժմ առողջապահության նախարարության համապատասխան ձեռնարկին միացել է դրանցից միայն 350-ը։ Ահա դրանց ցանկը, բայց 350 ինչ։ 350 դեղատնային հասցե, ոչ թե այսպես ասենք անհատ դեղատուն։ Այստեղ պարզորոշ երևում է, որ օրինակ 30, 40, 50 հասցեով ծրագրին միացել են դեղատնային մեծ ցանցերը, այսինքն եթե դրանք էլ հաշվենք որպես մեկ կազմակերպություն, ստացվում է պետության փորձնական ծրագրին դրա մեկնարկից գրեթե 1 ամիս անց միայն մոտ 60-ն են արձագանքել։ Երբ որ անհատ դեղատների հետ զրուցում ենք, իրանք ուղղակի միացել են տվյալ ծրագրին, փորձելով հասկանալ ինչ կարող են անել եւ օգուտ կարող են քաղել, թե չեն կարող քաղել, առանց ուսումնասիրելու թե պայմանագիրը լիարժեք, թե կառավարության այդ 642 որոշումը հրապարակային նաև եղել է տեղեկատվություն, որ որևէ պատասխանատվություն որևէ մեկը չի կրելու։ Այս պահի դրությամբ դեռևս շարունակվում են դեղատների կողմից ներկայացվել դեղերի հրապարակային օֆերտայի համար միանալու ծրագրին միանալու ակցեպտը։ Արդեն ունենք դեղատներ, որոնք դեռևս ընդգրկված չեն համապատասխան ցանկում, սակայն ակցեպտները ներկայացրել են, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում։ Ինչու առաջացավ գնային անհամապատասխանության խնդիրը, ուսումնասիրություններ չէին արվել։ Իդեպ Սուրանկյանն հազանգած դեղատների սեփականատերերը, որ ցանկացել են մնալ անանուն, մեզ տեղեկացրել են նաև, որ նախարարության առաջարկած փոխհատուցման ենթակա գումարների մեջ կան նաև մի քանիսը, որոնք ինքնարժեքից մինչև 5 անգամ բարձր են եւ իրենք սրա հետ էլ համաձայն չեն։ Պետական բյուջեի հաշվին հարստանալ էլ չեն ուզում։ Ինչ խոսք, սոցիալական բարձր պատասխանատվության դրսևորման օրինակ է։ Դեղատների ներկայացուցիչները պետության հետ քննարկումների են մասնակցել այս ամենի շուրջ խոսել, հրավիրել են տեղում մշտադիտարկում իրականացնելու, չեն գնացել։ Դե օրինակ պետական առողջապահական գործակալության տնօրենն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է. դեղերի գնային կարգավորում մեր երկրում երբևէ չի եղել։ Դրանք ձևավորվել են տարերայնորեն, բնական են այս տարբերությունները։ Ասեցին մենք ունենք այդ բոլոր տվյալները, թե դեղերը ինչ գներով են ներմուծվում, մի խոսքով, բայց այնտեղ հաշվի առաջ չէին բեռնափոխադրումներ եւ այլն։ Հաշվարկած չէին։ Առաջիկայում նախատեսվում է համապատասխան իրավական ակտում կատարել փոփոխություններ, որպեսզի գները համապատասխանեցվեն դեղատների գներին։ Նախքան փորձնական ծրագրի մեկնարկը հնարավոր չէր այդ ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտել, նոր իրականացնել։
Ուսումնասիրություն իրականացվել է գների հաշվարկները իրականացվել են կառավարության որոշմամբ սահմանված մեթոդաբանության հիման վրա, սակայն քանի որ ընթացիկ խնդիրներ են առաջացել կապված գների հետ, հիմա այդ հարցերը վերանայման փուլում են։ Այստեղ հիշենք նաև, որ պետպատվերի շրջանակում իրականացվող վիրահատությունների հետ կապված գումարների անհամապատասխանության խնդիր եւս ունեցել են։ Ինչ էին արել բուժկենտրոնները, պետվերահսկողական ծառայություններ բացահայտել, պետությունից ստացել էին գումար, համապատասխան արժեքից էլ պակասողի համար նվիրատվության պայմանագիր կնքել բուժառուի հետ։ Դա ինչից է կախված, դա եւս կախված է առողջապահության նախարարության սխալ քաղաքականության հետ։ Այսինքն, երբ որ չկա միասնական գնային առաջարկ եւ թույլատրելի գների տատանումների սահման, ապա մասնավոր ընկերությունները որոշում են ոնց պետք է անեն։ Վերադարձ դեղերին փոխհատուցվող դեղերի ցանկն ի դեպ սկզբում գերազանցում էր 300-ը, հետո դարձավ մոտ 240, սրա մոտ 10%-ն էլ ավելի քան 25-ը։ Պարզվեց երկար ժամանակ է Հայաստանում ընդհանրապես չկա, չի շրջանառվում։ Հիմա միջազգային փորձի մասին պետառողջապահական գործակալությունում նշեցին, որևէ կոնկրետ երկրի փորձ չեն տեղայնացնում, բայց ոլորտի փորձագետի ուսումնասիրությունները վկայում են հակառակի մասին։ Ուսումնասիրել են օրինակ Մոլդովայի փորձը։ Օրինակ պրիբալտիկյան երկրներից, չգիտեմ, մի երկրի փորձը եւ կարծում եմ այնտեղի փորձով տվյալ ծրագիրը վերցրել են ու ուզում են տվյալ երկրում մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում ներդնել առանց խորանալու մեզ մոտ թե ոնց է կատարվում։ Իսկ ինչու այսպես, ինչու պոլիկլինիկաներից դեղատներ անցնել։ Փորձագետներն այս ծրագիրն առավելապես հակված են կապելու չարք-չրկված համընդհանուր ապահովագրության համակարգի հետ, որի համար հիշենք 2025-ի բյուջեում այդպես էլ փող չգտնվեց, թե պետնախարարի ավելի վաղ տված խոստման համաձայն այն մեր երկրում պետք է փուլային տարբերակով մեկնարկած լիներ։ Սխալ գնահատված համակարգի սխալ պասպորտիզացիա չարած ռեսուրսները չգնահատած համակարգի բարեփոխումը այսպես է լինում։ Պետք է սկզբից գնահատեին ռիսկերը, գնահատեին ռեսուրսները, բարելավեին ռեսուրսները, այնուհետև նրանցնեին այս բարեփոխմանը։ Փորձագետը նաև նկատում է Հայաստանում գործող 2200 դեղատների թիվը բավական մեծ է մեր երկրի համար, ընդգծում է փոքր թաղամասում կողք կողքի ամեն երրորդ քայլափոխի կարելի է դեղատուն տեսնել, ինչն էլ իր հերթին է վկայում պետության սխալ քաղաքականության մասին իր բառերն են։ Բայց ուրեմն պահանջարկ կա, չէ, որ դրանք գործում են։ Մասնագետն ասում է նույն քաղաքականության հետևանքն է։ Ու թեպետ մինչև տարեվերջ սպասել է պետք դեղերի փորձնական այս ծրագրի վերջնարդյունքը տեսնելու համար, այնուամենայնիվ արձանագրենք, ինչ լինում է քաղաքացուն է լինում, ինչ էլ լինի քաղաքացուն կլինի։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրեն Գյուն։